պատմություն չէ, այն կախարդական լամպի մասին։ Թատրոնի կախարդանքը սկսվում է հանդերձարանից, կուլիսներից հասնում բեմ ու վարակում հանդիսատեսին։ Թատրոնը մշակույթ է, որը ձևավորվել է մեր թվարկությունից առաջ ու շարունակում է իր անփոխարինելի դերակատարումը հասարակության կրթության գործում։ Էջմիածին քաղաքում արդեն 35 տարի գործում է Մաչանենց թատրոնը։ Մարզային միջավայրում մշակութային կյանքն ակտիվացնող թերևս ամենահաստատուն կառույցն է։ Մարզային թատրոնի առանձնահատկությունը ես կարծում եմ, որ իր անմիջականությունն է եւ այդ անմիջականությունը սկսվում է հենց հանդերձարանից եւ եկեք կարող եմ ես ձեզ ցույց տալ մեր հանդերձարանը։ Մեծ թատրոններն իհարկե ունենում են մեծ հանդերձարաններ, մեր հանդերձարանն այդքան էլ մեծ չէ, բայց աչքի է ընկնում իր բազմազանությամբ, դեկորացիաներ, հագուստները մեկ վայրում, ինքներդ էլ կարող եք տեսնել։ Կայուն խաղացանք ու սպասված ներկայացումներ։ Եթե տարիներ առաջ մարզային թատրոնի գոյությունը կասկածանքով էր ընդունվում, ապա այսօր Մաչանենց թատրոնի օրինակով վստահությամբ կարող ենք ասել. թատրոնը կգործի անկախ գտնվելու վայրից, եթե ներկայացումը որակյալ է, կազմը պրոֆեսիոնալ, իսկ մոտեցումները գրագետ ու ճաշակով։ Արմավիրի մարզում մենք նպաստում ենք թատերական կյանքի ակտիվացմանը։ Մաչանենց թատրոնը բաժանվում է 3 ճյուղի՝ հիմնական թատրոն, թատրոն ստուդիան, որտեղ 6-ից 20 տարեկան անձիկ ստանում են նախնական թատերական կրթություն եւ ավարտելուց հետո կարողանում են անցնել մեզ մոտ աշխատանքի, եւ սոցիալական թատրոն։ Սոցիալական թատրոնի յուրահատկությունն այն է, որ բեմադրվում է ներկայացում եւ ներկայացման մեջ որպես դերասան ներգրավված են յուրահատուկ առանձնահատկություններ ունեցող մանուկները եւ մեծահասակները։ Թատրոնի միջազգային օրը մայր թատրոնում սովորականից ավելի ակտիվ չէ, քանի որ այստեղ պասիվ օրեր չեն լինում։ Ներկայացումից առաջ բեմում վերջին շտկումներն են տոնը, բայց ներկայացումներն ըստ խաղացանկի են։ Մենք այսօր խաղալու ենք Ալադինը, մանկական մյուզիկլ ներկայացումը։ Այո, շատ ակտիվ է սկսվում, որտեղ 3 ներկայացում ունենք այսօր։ Ինձ համար օրինակ միշտ ես այդ կարծիքին եմ, որ թատրոնի տոնը դա միայն թատրոնում աշխատող մարդկանց տոնը չի, դա բոլորինն է, որովհետև թատրոնը բոլորինն է։ Մենք ծառայում ենք թատրոնին, բայց հանդիսատեսի տոնը գուցեև ավելի շատ իրենց տոնն է, քան մերը։ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գործունեությունը մի քանի րոպեում ամփոփելը հեշտ գործերից չէ։ Մենք գերակտիվ վիճակում ենք այսօր բոլոր ուղղություններով մեր թե կրթական ծրագրերը, թե մեր ստուդիայի վերաբացումը, թե մեր միջազգային համագործակցությունները, թե մեր համագործակցությունները տեղի այլ կազմակերպությունների հետ, բոլորը գտնվում են ամենաակտիվ վիճակում եւ սա պարզապես բառեր չեն, որ ես ասում եմ, սրանց մասին խոսում են եւ թվերը, եւ տվյալները, եւ ստատիստիկան։ Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը մի պահ ստեղծեց տպավորություն, թե թատրոնի անհրաժեշտությունը հնարավոր է այլևս չլինի, միայն թե ժամանակը հակառակն ապացուցեց։ Միայն 2024 թվականին թատրոնն ունեցել է մոտ 172 ներկայացում, տոմս է գնել ավելի քան 92,000 թատերասեր։ Հաջողության գաղտնիքն ըստ Վարդան Մկրտչյանի քրտնաջան աշխատանքն ու անմնացորդ նվիրումն է։ Տեխնիկական աշխատողից մինչև բեմի բանվոր ու դերասան նույն ջանասիրությամբ են ծառայում թատրոնին։ Յուրաքանչյուր դերասանի համար թատրոնը այդ ապրելակերպը է, քո կյանքն է։ Եվ արտահայտությունը, թե ես աշխատում եմ թատրոնում, մեզ համար հնչում է այլ կերպ։ Մենք ծառայում ենք թատրոնին։ Իսկ հասարակության համար թատրոնը այդ այն միջավայրն է, որտեղ դու գալիս ես անմիջականորեն շփվելու, անմիջականորեն լիցքավորվելու, լիցքաթափվելու, ստանալու հարցեր, որոնց պատասխաններ դու ինքդ պիտի փնտրես ու գտնես եւ նայելու իրականությանը այլ տեսանկյունից։ Տեխնոլոգիական զարգացումը թատրոնին ոչ թե խանգարել, այլև օգնել է։ Այժմ ներկայացումները հարուստ են լուսաձայնային էֆեկտներով, ինչն էլ ներկայացումներն ավելի ակնահաճո է դարձնում։ Մյուս կողմից թատրոնն էլ պետք է ինքն իրեն չկղզիացնի, ինքն իրեն չպիտի առանձնացնի
տեխնոլոգիաներից, որովհետև դրանք ինչու՞ չէ աչք շոյող այսպես ասենք հյուրընկալությունն ավելի գրավիչ դարձնող միջոցներ են։ Մայր թատրոնի վերջին տարիների գործունեությունը տեխնոլոգիայի եւ թատրոնի համագործակցության լավագույն օրինակն է, ասում է տնօրենը։ Եթե մենք նախկինում ունեինք բեմական, ենթադրենք ամենաշատը 7 ռեժիմ, այսօր այդ 7 ռեժիմը կարող ենք ունենալ, ենթադրենք 15 րոպեվա կամ 20 րոպեվա ընթացքում։ Թատրոնի էությունը մարդկայինն է եւ այն երբեք չի փոխվի, որքան էլ զարգանա արհեստական բանականությունն ու տեխնոլոգիան, մարդը շարունակելու է փնտրել կենդանի զգացողություններ, ուրեմն թատրոնը հավերժ է ապրելու։ Արևիկ Սարդարյան, Բեն Անտոնյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։